Գործադիրը հավանություն տվեց Հայաստանում պարտադիր զինծառայությունը 1.5 տարի դարձնելու օրինագծին։ Շարքային կազմի 24-ամսյա զինծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով, դառնալով 18-ամսյա։ Գործողությունը կտարածվի 2026-ի հունվարի 1-ից հետո պարտադիր զորակոչվող քաղաքացիների վրա։ Շրջանառության մեջ գտնվող 25 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացն սկսել 26 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Պաշտպանության փոխնախարարի խոսքով այս փոփոխությունը հնարավոր է դարձել պայմանագրային զինծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ ինքը աճի միտում ունի։ Այն զինծառայողներն են ժամկետային, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ եւ իրենք դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ծառայության ժամկետով։ Հայաստանում կստեղծվի 7-րդ Թումոն, այս անգամ Վանաձորում։ Սիմոնյան կրթական հիմնադրամին նվիրվեց ավելի քան 365 միլիոն դրամ արժեքով 2000 քառակուսի մետր շենքշինություններ, հողամաս։ Այստեղ կներդրվի 1.8 միլիարդ դրամ։ Ստեղծարար կենտրոններում սովորում է ընդհանուր 21000 երեխա։ Թումոն ընդլայնում է աշխարհագրությունը նաև արտերկրում։ Վերջինը դա Տոկիոյում որ բացվեց, բայց այս պահին իրենք գործում են Ֆրանսիայում, Ալբանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Արգենտինայում եւ ԱՄՆ-ում եւ պլանների մեջ է, որ բացեն առաջիկայում տարբեր այլ երկրներում։ Կսահմանվեն արտոնյալ հարկային կարգավորումներ, պետությունից ֆինանսավորվող ծրագրերով շահութահարկ վճարողների կատարած ծախսերի փոխհատուցման համար կառավարությունից ստացվող աջակցության գումարների գծով։ Առաջարկում ենք անկախ գործունեության իրականացման ոլորտից սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով կառավարությունից ստացված աջակցության գումարները եկամուտ են համարվում այդ գումարով ստեղծված ակտիվների ծախսագրմանը համամասնորեն, որպեսզի այդ աջակցության գումարների մասով շահութահարկի պարտավորություններ չառաջանան։ Միջուկային անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման համար Հայաստանին կտրամադրվի 5 միլիոն եվրո։ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդման համաձայնագրի ստորագրման առաջարկին։ Այն 2024-ին ընդունված համաձայնագրի շարունակությունն է, որով Հայաստանին հատկացվել է 12.9 միլիոն եվրո։ 2011 թվականի Ֆուկուսիմայի ատոմականի վթարից հետո հաշվարկել են արդեն ամբողջ գոյություն ունեցող ատոմականների ռիսկային խնդիրները եւ ըստ դրա կազմել են ստրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ 5 միլիոն եվրո համաձայնագիրը, որը հիմա առաջարկում եմ հաստատել, վերաբերվում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն որպես այդպիսին։ Աջակցություն կտրվի Վայոց ձորում արտադրված արենի եւ ոսկեհատ տեսակների խաղողի իրացման համար։ Հայաստանում ամբողջ աշխարհում գինու սպառումը նվազում է։ Դրանով պայմանավորված նվազել է խաղողի այդ սորտերի նկատմամբ պահանջարկը։ Վերամշակողները այս տարի գրեթե շահագրգռված չեն եղել մթերել, նշեց էկոնոմիկայի փոխնախարարը։ Գինի արտադրող կազմակերպությունները խաղողի որակի նկատմամբ բարձր պահանջներ ունենալով պայմանավորված հիմնում են իրենց սեփական խաղողի այգիները եւ մթերումներն իրականացում են իրենց իսկ այգիներից։ Վայոց ձորի մարզում արտադրված արենի եւ ոսկեհատ սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է շուրջ 5500 տոննա, մթերման ծավալը կազմել է 3400 տոննա։ Իրացման խնդիրը սույն նախագծով առաջարկում է լուծել 2100 տոննա արենի եւ ոսկեհատ սորտերի խաղողի ումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով։ Առնվազն 700 տոննա եւ ավելի նվազագույնը 220 դրամով մթերված արենի եւ ոսկեհատ տեսակների խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար կտրամադրվի 70 դրամի չափով սուբսիդավորում։ Ֆունդամենտալ լուծումը որն է լինելու։ Մենք ինչի մասին պետք է մտածենք, էլի որ ամեն տարի սա ֆինանսավորենք ու այս թանկ սորտից սարքենք խաղողի սպիրտ սովորական։ Ուզում եմ ասեմ, դա մի քիչ անտրամաբանական ցիկլի մեջ ենք հայտնվում։ Նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետն էլ կարևորեց ռազմավարության եւ գործողությունների պլանը
եւ կարծում եմ, որ առաջիկայում մենք այդ ուղղությամբ առաջարկով հանդես կգանք։ Մտածեցի, որ հարցիս պատասխանը պիտի լինի, որ պիտի օգնենք, որ այս դաշտերի շուրջ ձևավորվի գինու արտադրություն, որովհետեւ ես այնուամենայնիվ չեմ ուզում ենթադրել, որ այս խաղողը արժեք չունի կամ հավասար է իր արժեքը սովորական տեխնիկական սորտերին։ Խաղողի ծավալը մեծ չէ, վերամշակման դեպքում հնարավոր է ապրանքը ավելի բարձր գնով վաճառել, քան խաղողի գինն է։ Խոջոյանը խաղողագործներին նաև հիշեցրեց ագրովերամշակման սարքերի լիզինգի ծրագիրը, որով հնարավոր է ձեռք բերել վերամշակման համար անհրաժեշտ բոլոր սարքերը։ Ծրագրի բյուջեն 50 միլիարդ դրամ է։ Մայա Խաչատրյան, լուրեր։